13 հայ է մնացել օկուպացված Արցախում բռնի հայաթափումից հետո։ Նրանք հիմնականում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներ են, հարբեցողներ ու հատուկենտ մարդիկ, որ չեն ցանկացել տեղահանվել, նախընտրել են թեկուզ Ադրբեջանի քաղաքացի լինելու գնով ապրել հայրենիքում։ Գինը այն է, որ նրանք պետք է ծառայեն Ադրբեջանի Հանրապետության շահերին։ Այն ինչ պահանջում, պարտադրում է կամ առանց պարտադրանքի ստանում է Բաքուն Արցախում մնացած սակավաթիվ հայերից, այսինչ լավն է Ադրբեջանը կեղծավոր թեզից դուրս է արդեն։ Բաքվի ռեժիմը այդ մարդկանց օգտագործում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ շինծու դատավարություններում Հորինովի վկայի կարգավիճակով, որոնք ադրբեջանական դատարանի պնդմամբ ցուցմունքներ են տալիս հայրենակիցների դեմ։ Այս դատավարությունը այսպես չի մնալու, նա շուտ թե ուշ հասնելու է Եվրոպա, եւ այդ բոլոր ականատեսների ստերը սենց թե նենց բացահայտվելու են։ Բայց այսօր մենք ունենք այնինչ ունենք, Բաքուն օգտագործում է իր ամբողջ գործիքակազմը առ այն, որ դատապարտի մեր հայրենակիցներին զուտ հայ լինելու եւ հայրենիք սիրելու, հայրենիքին ծառայելու համար։ Այս շաբաթ Արցախում մնացած 2 հայ վկայություն տվեցին Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվում ընթացող դատական ֆարսի ժամանակ։ Իբր Արցախի նախկին պետնախարարը զինված ջոկատները ֆինանսավորել, տարածքներ ականապատելու, ռազմական պահեստներ կառուցելու համար։ Ճնշման տակ են նրանցից ցուցմունք կորզել կամ ընդհանրապես ինչ են այդ տղամարդիկ խոսում Բաքվի դատարանում։ Դժվար է ճշտել։ Բայց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը այլ 2 հայի է հիշում, որոնք տևական ժամանակ Հայաստանի դեմ թշնամական գործողությունների էին մասնակցում Բաքվի կեղծ խաղաղության ծրագրերի շրջանակում։ Նա ընտանիքով էր գնացել։ Տարիներ առաջ անհասկանալի դրդապատճառներով Վահան Մարտիրոսյանը ընտանիքի հետ ապաստան էր խնդրել Ադրբեջանից։ Ավելի ուշ Սյուզան Ջաղինյանը, որ Հայաստանում ֆինանսական խնդիրներ ուներ, ապօրինի հատել էր հայ-ադրբեջանական սահմանը, միացել Մարտիրոսյանի ստեղծած այսպես կոչված խաղաղության պլատֆորմին։ Այդ կինը ինչ որ մի գեղեցիկ կորավ, չկա։ Մենք չգիտենք նա ողջ է թե ողջ չի, մենք չգիտենք նա դեռ շարունակում է ապրել Բաքվում թե չի, դուրս է եկել Ադրբեջանից։ Վահան Մարտիրոսյանը հետագայում լքել է Բաքուն, իսկ Սյուզան Ջաղինյանից արդեն մի քանի տարի է ոչ մի լուր չկա։ Հայերին Հայաստանի դեմ օգտագործելուց հետո Բաքվի բռնապետական ռեժիմը որպես կանոն նրանց պատմության աղբանոցն է նետում, ինչպես սովորաբար լինում է դավաճանների հետ, նշում է փորձագետը։ Իսկ ինչու է Բաքուն վերադարձել հին փորձված մեթոդին։ Արմինե Ադիբեկյանը կռահում է պատճառը։ Արդեն սկսել են չհավատալ, որ սա շինծու դատավարություն է, հա, որովհետև Ռուբեն Վարդանյանը դրա մասին շատ ակտիվ է եւ բացահայտ խոսում է եւ իսկ նրա խոսքը լսելի է արտաքին աշխարհում, հա, եւ Բաքուն ուզում է ցույց տալ, որ նա ունի անհերքելի փաստեր, նա ունի վկաներ, ականատեսներ եւ ուզում է ցույց տալ ինչքան լավն է Ադրբեջանը, որ հայերը ուզում են դառնալ Ադրբեջանի քաղաքացիներ։ Ադիբեկյանը կասկած չունի, Բաքվում մեր հայրենակիցների դեմ կեղծ դատավարությունները Ադրբեջանի դեմ իրական դատական գործընթացներ են դառնալու մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Ուրիշ հարց, այդ մարդիկ կտեսնեն, կհասնեն մինչև այդ արդարության օրը թե ոչ, որովհետև մենք ունենք Արմեն Գրիգորյանի օրինակը, որը մահացավ շինծու դատավարության նիստի ժամանակ եւ առ այսօր Ռուբեն Մելիքյանը փորձում է արդարացնել վաղուց մահացած մարդուն եւ հասնել արդարությանը եւ ես չեմ բացառում, որ նման պատմություն նաեւ կարող է լինի Բաքվի հայ գերիների դեպքում։ Ադրբեջանագետը նկատում է, այնպես չէ, որ միայն հայերի մասնակցությամբ դատերն են ֆարս Ադրբեջանում։ Կլոունադա է Ցանկացած մարդ Ադրբեջանում, ով Ալիևյան ռեժիմի հասցեին մի թթու խոսք կասի, միանգամից կհայտնվի բանտում։ Ազատ խոսքի համար 5 տարի ազատազրկման դատապարտվեց լրագրող Ռաուֆ Միրկադիրովը։ Նրան մեղադրեցին իբր Հայաստանի օգտին լրտեսելու համար։ Խոջալույի դեպքերի մասին արտահայտած կարծիքի համար 4 տարի բանտում անցկացրեց Էյնուլա Ֆաթուլաևը։ Մարդու իրավունքների աղաղակող խախտումների համար Ադրբեջանի դեմ միեդի բազմաթիվ վճիռներ կան ու դեռ կլինեն։ Թերեզա Կադաևչյան, Նորայր Շարբաթյան, Հայլուր։